այստեղ կանգ ենք առնելու, սա սկիզբն է, բազա ստեղծելը, եւ մենք կընդարձակենք մեր ուղղությունները, իհարկե ոչ միայն բազայով, այլ նաեւ կապելով Երևանը այլ բազաների հետ, մնացած մեր մյուս բազաների հետ կապը Երևանի հետ ապավելով։ Մենք ուղիղ չվերթներ ենք իրականացնում։ Մենք ուզում ենք անել այն, ինչը որ ուզում ենք շատ լավ ենք, այսինքն կազմակերպել ուղիղ չվերթներ տարբեր երկրներում։ Ես Չեխիայի դեսպանն եմ։ Ուրախ եմ այն ինչ լսել։ Ես 3 հարց ունեմ։ 2.5 հարց։ I understand that the result that you presented today, so you are going to base two points. It's a result համագործակցության եւ բանակցությունների արդյունքն է եւ մենք որպես Հայաստանի պետական կազմակերպություններ ուզենամ շնորհավորել ձեզ եւ Հայաստանին եւս շնորհավորել եւ Հայաստանի պետական մարմիններին շնորհավորել հանրապետս տուրիզմի նախարարության ներկայացուցիչին շնորհավորել Եվ ունեմ հարցեր կապված։ Ինչպես եք դուք գնահատում բանակցությունները Երևանի օդանավակայանի հետ եւ Հայաստանի պետական մարմինների հետ։ Համեմատելով նախորդ երկրների հետ, այդ որ դուք բանակցել եք, ինչպիսի փորձառություն եք դուք ունեցել Հայաստանի պետական մարմինների ունեցած բանակցությունների։ Շնորհավորում եմ ձեզ։ Գիտեմ, որ ուղղախառնումների սարքավորությունը plans, right? It's a problem. It's a problem for every airline, as far as I know. So I wanted to ask, how did you manage those 50 airplanes, and how much cost you are assuming that those planes will be released everywhere? Եվ վստահելով, որ այդ օդանավերը իրապես կաշխատեն։ And I hope that more people will come to Prague. Համոզված եմ, որ շատ մարդիկ ավելի շատ մարդիկ կգան Պրագա վիզայով։ Երևի սկսենք հենց սկզբից։ Ցանկացած բազայի բացումով երկար բանակցությունների արդյունքում է լինում համապատասխան մարմինների հետ։ Ձեզ անհրաժեշտ է Սա բարդ էկոհամակարգ է, որտեղ ձեզ անհրաժեշտ է բանակցներ վարելու համար, որ ներառում է նաև կառավարությունը իհարկե։ Ինչ վերաբերում է բանակցություններին, եկեք այս չպատասխանեմ, որտեղ սա ավելի կոնֆիդենցիալ է, այսինքն ավելի գաղտնի է։ Ուղղակի մեկ բան կարող եմ ասել։ Ուղղակի կարող եմ ասել, որ կառավարությունը օգնում է, որպեսզի կարողանանք ներդրումներ անել երկրի զարգացման, տնտեսության համար։ Բնականաբար սա ներդրում է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլ նաև ընդհանուր տնտեսության ոլորտի համար մեծ ներդրում է համար։
Ինչ վերաբերում է օդանավերի հարցին, նոր 50 օդանավեր ենք ունենալու, որոնք արդեն գալիս են։ Բնականաբար ունենում ենք նաև ուշացումներ, երբեմն նաև բանակցում ենք արդյոք մեզ նա անհրաժեշտ է, կախված նաև եղանակից, ցածր սեզոնի ժամանակ։ Բնականաբար այսքան չի, մենք ունենք նաև արդեն 300 օդանավեր պատվիրված, 2030 թվականի սկզբում մենք պլանավորում ենք ունենալ 500 օդանավ։ Իմ անձնական փորձից ելնելով մենք ունեինք 34, իսկ հիմա ունենք արդեն 230 օդանավ։ Գուցե արդեն նորն ենք ստացել, պետք է ստուգեմ, որ հստակ վերջին թիվը կարողանամ ասել։ Իհարկե կան որոշ խնդիրներ օդանավերի մատակարարման հարցում, հատկապես այնպիսի օդանավեր, որոնք ունեն լավագույն շարժիչները, որոնք պետք է ունեն նաև նոր շարժիչներ։ Մենք գիտենք ինչ է կատարվում, թե ինչքան մեծ ճնշում է դա ներդնում։ Մենք հիմնականում երրորդով ենք աշխատում եւ այս ճնշումը ավելի քիչ է դառնում, քանի որ որակը ավելի բարդ է։ Շուտով ունենալու ենք 50, գուցե նաև 52 նոր օդանավեր։